Հաղորդման գործընկերն է Status ինտելեկտուալ ակումբը։ Հագուստն անհատականությունը, ներաշխարհը եւ հոգեվիճակն արտահայտելու եւ ընդգծելու միջոց է։ Այն մեր մասին ասում է ավելին, քան մենք կարծում ենք։ Բարև ձեզ։ Ես բժիշկ սեքսոլոգ Լուսինե Ստեփանյանն եմ։ Եթերում կոնտակտ հաղորդաշարն է, որի ընթացքում մենք խոսում ենք թեմաներից, որոնք կամ ամաչում են բարձրաձայնել, կամ չգիտեն ում դիմել։ Իսկ այսօրվա իմ հյուրն է Տոմիո բրենդի ոճաբան դիզայներ Տոմա Հայրապետյան։ Տոմ, ողջույն։ Ողջույն, Լուսինե։ Տոմ, դու առաջին մասնագիտությամբ նաև հոգեբան ես, եւ այսօր ես ուզում եմ, որ դիզայնը, ոճաբանությունը եւ նաև հոգեբանությունը կապենք իրար հետ եւ մի հետաքրքիր եզրահանգման հասնենք, հա։ Սիրում։ Ինչպես է հագուստը անդրադառնում սեքսուալության եւ սեքսուալության ընկալման վրա։ Նախ սկսեմ նրանից, որ իմ համար կոնկրետ սեքսուալությունը, գրավչությունը կամ կանացիությունը իրանք հոմանիշներ են որոշակիորեն, սակայն ես այսօր դեմ եմ ընդունված սեքսուալության ընկալմանը, որը շատ հաճախ ասոցացվում է վուլգարության հետ։ Քանի որ այսօր այն իգական սեռի ներկայացուցիչները, որոնք կրում են շատ բաց հագուստներ, ունեն շատ ազատ պահվածք, իրենք ընդունված են որպես սեքսուալ կերպարներ, հա, հասկանալու։ Բայց որոշ շերտերում։ Այո, որոշ շերտերում, դա կարծում եմ նաև ինտելեկտուալ մակարդակից է գալիս։ Սակայն սեքսուալությունը նաև համակցական հասկացողություն է, հա, կնոջ ժեստիկուլյացիան, միմիկաները, խոսելաոճը եւ նաեւ կրթվածությունը, խնամվածությունը ինձ համար սեքսուալ կերպար են, այո, ստեղծում։ Եվ իհարկե հագուստը որոշակիորեն կարող է ընդգծել կնոջ սեքսուալությունը եւ ինչ որ չափով նաեւ քողարկել դա, եթե ընտրում ենք ճիշտ հագուստ, բնականաբար դրանով կարող ենք արտահայտել սեքսուալությունը, օրինակ այսօր շատ ակտուալ դարձած կիսաթափանցիկ գործվածքներով ճիշտ համադրությամբ, հա, իհարկե, եւ նաեւ կաշվե դետալներով եւ այլն նմանատիպ կերպով կարող ենք միանշանակ կնոջը տալ այդ սեքսուալությունը, միանշանակ։ Բայց նաեւ նշեմ, որ սեքսուալությունը իմ կարծիքով ինքը ավելի բնության կողմից կամ անձը օժտված է լինում սեքսուալությամբ կամ ոչ եւ արհեստականորեն դա ձեռք բերել հնարավոր չի։ Այսօր ունենք իհարկե աղջիկների շրջանում շատ սխալներ, որոնք թույլ են տալիս հագուստի կիրառման մեջ, փորձելով ամեն կերպ իրենց սեքսուալ, հա, դարձնել, օրինակ առաջին սխալներից մեկը դա չափազանց բաց հագուստներն են, այսինքն մարմինը ամեն կերպ մերկացնելով փորձում են սեքսուալություն, հա, հաղորդել իրենց կերպարին։ Տոմ, իսկ ո՞րն է այդ նուրբ սահմանը, հա, սեքսուալության եւ ոճային լինելու։ Որտեվ ընկալում են որպես ոճային, բայց դուրս է գալիս, որ իհարկե, այդտեղ շատ ճիշտ ասեցիր, որ կա շատ նուրբ սահման, որը չպետք է հատեն։ Ես նշեցի, օրինակ, այդ անդրադառնալով, հա, բաց հագուստներին, մի քանի այսպես հնարքներ ասեմ, որ եթե օրինակ կրում ենք հագուստի լայն բացվածքով, հա, հագուստներ, վերխի մասին է խոսքը, ապա այդ դեպքում պետք է ներքևի հատվածը հագուստի ավելի զուսպ լինի։ Եվ նույնը հակառակը։ Ես հիշեցի, ես ինչեր եմ տեսել։ Իրականում մեր առօրյայում շատ այդպես խախտումներ, հա, մասնագիտական առումով եմ զուտ ասում կտեսնենք, բայց իհարկե մեր մասնագիտությունը նրա համար է, որ ուղղակի ուղղորդի ավելի ճիշտ կերպով մոտենալ է հարցին, բայց մենք իհարկե չենք պարտադրում, չնայած նրան, որ այդպեսի ստերեոտիպ կա, որ ոճաբանները պարտադրում են, բայց մենք ոչ ոքի չենք պարտադրում, ուղղակի մասնագիտական խորհուրդներ ենք տալիս։ Իսկ ինչ կասես unisex եւ oversize հագուստի մասին։ Օրինակ ես որպես սեքսոլոգ կողմնակից չեմ, որ կանայք շատ կրեն սեքսուալություն չընդգծող հագուստներ։ Իրականում unisex հագուստի մասով մի փոքր մասնակի եմ համաձայն, որ ինքը կարող է քողարկել սեքսուալությունը, որովհետև իրականում այս տերմինին, հա, մի քիչ անդրադառնալով նշեմ, որ Կոկո Շանելն է առաջինը unisex հագուստները օգտագործել, այսինքն տղամարդու զգեստապահարանի ազդեցությունը կնոջ զգեստապահարանի վրա, դեն նետելով այդ կորսետները, կիսաշրջազգեստները եւ այսպիսով օրինակ մենք կարող ենք տեսնել կերպարներ, որոնցում կրում են պիջակներ, չգիտեմ, տաբատներ, հա, ավելի ուղիղ ձևացքի, որոնք հիշեցնում են տղամարդու զգեստապահարանը, բայց կարծում եմ նմանատիպ մոտեցումներում սեքսուալությունը չի կորում կնոջ, իսկ ինչ վերաբերվում է արդեն oversize հագուստին, ինքը մի փոքր սեռականությունը թաքցնելու հատկություն ունի եւ միտում ունի, այսինքն չընդգծելու ոչ մի կանացիություն եւ մեր կազմվածքի բարեմասնություն։ Այդ իսկ
պատճառով կարծում եմ այստեղ եւս կան նյուանսներ, որոնց պետք է իգական սեռի ներկայացուցիչները ուշադրություն դարձնեն, ինչը ես օրինակ շատ հաճախ տեսնում եմ նմանատիպ սխալներ, երբ որ մի կերպարի մեջ օգտագործում են երկու օրինակ oversize հագուստ, այդպիսով նախ խեղաթյուրում են իրենց կազմվածքի պրոպորցիաները եւ բնականաբար ոչ մի զուգորդություն չի կարող անցնել այդ կերպարում սեքսուալության հետ։ Խորհուրդ է տրվում օրինակ կերպարում կիրառել մեկ oversize հագուստ եւ արդեն կամ վերխը կամ վնիզը օգտագործել oversize, այո, իսկ արդեն մյուս հատվածը կիրառել ավելի կիպ հագուստով։ Իմ պրակտիկայում ես ունեցել եմ, որ կանայք եկել են ինչ-որ սեքսուալ գանգատով ու ես տեսել եմ, որ իրանք հագած են քո վերև ներքևը oversize հագուստ ու ինչն է հետաքրքիր, որ իրենք զգում են, որ դա անդրադառնում է իրանց կանացիության ընկալման վրա, բայց շարունակում են կրել։ Բայց մյուս կողմից ունենք նաև հետևյալ պատկերը, որ խանութներում է գնալով վերանում այդ նեղ հագուստի ոճը, որը իրական դժվարություն է առաջացնում որոշ կանանց շրջանում, օրինակ մեկը իմ պարագայում, երբ որ ես չեմ կարողանում կրել շատ oversize հագուստ։ Եվ այստեղ կցանկանայի, որ մենք անդրադառնանք հոգեբանական կողմին, հա, ինչի առաջ կարող են կանգնել կանայք, եթե շարունակեն տվյալ ոճով հագնվելը։ Դե կարծում եմ առաջին հերթին իրենց ինքնազգացողության վրա կազդի, հա որպես կին իրենց ընկալման վրա կկորցնեն գնալով կանացիությունը, ինչն էլ որ պրոպագանդվում է այսօր բավականաչափ մաս մարքետների կողմից ինչու ոչ, բայց քո հարցին պատասխանելով նշեմ, որ հենց իմ գոլեգաները, այսինքն դիզայներները նրա համար են, որպեսզի անհատական մոտեցում ցույցաբերեն յուրաքանչյուր անձին, ուսումնասիրելով տվյալ անձի խառնվածքը, իր բնավորության տիպը, ստեղծելով իր համար անհատական հագուստ, թե առօրյայում, թե միջոցառումների ժամանակ օրինակ։ Այնպես որ եթե կա այդպիսի խնդիր, որ չեն կարողանում գտնել հա մաս մարքետներում կիպ հագուստներ կամ կանացիությունը ավելի ընդգծող հագուստներ, կարող են ուղղակի դիմել դիզայներներին, մենք վստահաբար կօգնենք այդ հարցում։ Տոմ, ինչ կասես կաշվե իրերի մասին եւ ես կուզենայի անդրադառնանք նաեւ կաշվե իրերով պայմանավորված ֆետիշների մասին։ Դե ֆետիշ ֆեշնը ինքը ժամանակին բավականին լայն տարածում ունեցող տերմին էր, սակայն այսօր նշեմ, որ ասոցիացիան կաշվե իրերի ֆետիշիզմի հետ այդքան էլ ակտուալ չի, դա ավելի մի քանի տարի առաջ էր ակտուալ եւ ոչ միայն կաշվե գործվածքները, այլ լատեքսի գործվածքները, օրինակ չգիտեմ, արհեստական կաուչուկների կիրառումը իրանք հենց ֆետիշիզմի հետ էին շատ ասոցացվում, բայց այսօր ի շնորհիվ մի շարք դիզայներների այդ կարծրատիպերը կոտրվել են ամբողջովին ու առաջիններից մեկը հենց իմ շատ սիրելի Vivienne Westwood-ն է եղել, ով կրելով նմանատիպ հագուստներ, աքսեսուարներ կոտրել է մարդկության մոտ հենց այդ կարծրատիպը եւ այսօր մենք տեսնում ենք, որ շատ ու շատ աղջիկներ կրելով նույն այդ պորտուպիաները, չոկերները կամ մեզանում լայն տարածում ստացած կորսետները, բանտաժնի հագուստները, նույնիսկ ամենափոքր պատկերացումը չունեն, որ դա հենց ֆետիշիզմի հետ է ասոցացվել ժամանակին։ Այսինքն այսօր մենք հասել ենք նրան, որ նաև մենտալիտետից է ելնելով հասել ենք նրան, որ ոչ մի ասոցիացիա այդ կտորների եւ ֆետիշիզմի մեջ չկա։ Տոմ, իսկ ինչով է պայմանավորված հագուստի գույնի ընտրությունը։ Օրինակ հոգեբուժության մեջ մենք ասում ենք, որ կան խնդիրներ, հոգեբուժական խնդիրներ, որոնց դեպքում մարդիկ ցանկություն ունեն կրել վառ գույներ, դրանով արտահայտելով հոգեվիճակը։ Դիզայներության ոլորտում ոնց է մեկնաբանվում դա։ Իրականում շատ ճիշտ նշեցիր, որ գույնը կարա շատ մեծ ազդեցություն ունենա նաև մարդու հոգեբանության վրա, որովհետև առհասարակ հագուստի գույնով է պայմանավորված, թե մենք ինչ մեսիջ ենք ուղարկում արտաքին աշխարհին, եւ դրանով շատ հեշտ կարող են հասկանալ եւ ոճաբանները եւ դիզայներները մեր տրամադրության մասին, մեր տրամադրվածության մասին եւ ինչու ոչ նաև մեր թաքնված ցանկությունների մասին։ Այնպես որ գույնի հոգեբանությունը ինքը նաև ուսումնասիրում է այդ ազդեցությունը ու կան իհարկե մեզանում տարածված մի քանի գույներ, եթե կցանկանաս կարող ենք այդ մի քանի տարածված գույներին անդրադառնալ, օրինակ կարմիրի կիրառելիությունը ինքը ասոցացվում է ավելի էներգիայի հետ, ավելի այո, կրքի հետ, հա, եւ իրան ավելի նախընտրում են այն մարդիկ, ովքեր որ ավելի վառ անհատականություններ են եւ ձգտում են նաեւ լիդերության, ինչու ոչ։
Սևի պարագայում ինքը ավելի էլեգանտ եւ առեղծվածային գույն է համարվում։ Սպիտակը դե ասոցացվում է բնականաբար մաքրության հետ, պարզության հետ, կապույտը ինքը ավելի հուսալիության հետ է ասոցացվում եւ այսպես շարունակ, հա, այսինքն չի կարելի նաեւ անտեսել գույնի կարեւորությունը հագուստի պարագայում։ Սևի դեպքում նաեւ նշեմ, որ ինքը հատկություն ունի սլացիկ դարձնելու կազմվածքը, բայց նաև կա տարիքային, հա, օրինակ մի հատ այսպիսի փուլ, որ հասուն շատ տարիքում, եթե կինը ունի միմիկական կնճիռներ կամ օրինակ, հա, մաշկի հետ կապված որոշակի խնդիրներ, ապա պարտրետնի զոնայում ցանկալի չի, որ ինքը կրի մուգ գույնի հագուստներ, որովհետև դրանով ինքը այդ թերությունները ել ավելի է ընդգծելու։ Այդ իսկ պատճառով մենք հասուն տարիքի կանանց ավելի խորհուրդ ենք տալիս կրել պաստելնի երանգի հագուստներ, ավելի նուրբ հագուստներ, որոնցով ինքը կքողարկի այդ, այսպես ասած, թերությունները։ Այ խոսեցինք տարիքի մասին, իսկ տարբեր տարիքային փուլերում ինչ ենք խորհուրդ տալիս դուք կրել գույների հետ կապված, թե մարդու նախընտրության հարցը։ Ես այդպես հստակ ինչ-որ գծած սահմաններ չունեմ, ճիշտն ասած, ինձ համար շատ կարևոր է անձի տեսակը, խառնվածքը իր, քանի որ ես հոգեբանել եմ, շատ ուսումնասիրում եմ նաև բնավորությունը անձի ու նաև քանի որ հագուստը ինքնաարտահայտման միջոց է ինձ համար, այդ նրբությունը եւս պետք է հաշվի առնենք, թե անձը ինչ կերպ է փորձում ինքնաարտահայտվել, հա, եւ այդպես ինչ-որ գունային սահմանափակումներ ես չեմ դնում, նույնիսկ եթե նշեցի մուգ գույնի մասով, ունենում ենք հաճախորդներ, որոնք նույնիսկ հասուն տարիքում շատ սիրում են մուգ երանգները, բայց մենք իրենց օրինակ խորհուրդ ենք տալիս կրել դա պարտրետնի զոնայում, բայց որոշակի բացվածքներով, հա, որպեսզի շատ այդպես վերային այո, վիճակը չլինի դեմքի վրա։ Ու այսպես շատ կան օրինակներ, որ ես կարող եմ նշել, շատ հասուն տարիքում մենք ունեցել ենք, հա, դիզայներ Իրիս Ապֆելը, որը նույնիսկ 80-90 տարեկանում կրում էր մշտապես վառ գույնի հագուստներ ու իր ներկայությամբ այսպես ուղղակի շատ կենսուրախ, շատ հետաքրքիր մթնոլորտ էր ստեղծում այդ միջավայրում, այնպես որ դա էլ եւս մի օրինակ է, որ տարիքը երբեք չի կարող մեզ սահմանափակել մեր ոճայինության հարցում, մեր ոճը կորցնելու հարցում։ Ուզում եմ անդրադառնանք նաեւ մի հատ շատ նուրբ թեմայի, որի մասին գրեթե չեն անդրադարձել եւ չեն խոսել, խոսքը կանացի ներքնազգեստների եւ դրանց ընտրության մասին է, քանի որ ես սեքսոլոգ եմ, ես չեմ կարող այդ թեմայի մասին չխոսել, պարտադիր, ես իմ բոլոր կին պացիենտներին հատուկ շեշտում եմ, որ ներքնազգեստները պետք է լինեն սեքսուալության էլեմենտներ պարունակող։ Այո, միանշանակ, շատ ճիշտ ես, որովհետև իրականում ճիշտ ընտրված ներքնազգեստը կնոջ մոտ մի այսպիսի տեսակետ կա, որ էնդորֆինի արտադրությունն է բարձրացնում, այսինքն երջանկության հորմոնը շատացնում է, եւ նույնիսկ այսպիսի փորձարկումներ եւս եղել են, որ այն կանայք, ովքեր որ ունեն որոշակի կոմպլեքսներ ու չեն կարողանում իրանց կազմվածքը ընդունել, իրենց խորհուրդ է տրվում կրել շատ գեղեցիկ, հետաքրքիր եւ գրավիչ ներքնազգեստ, որը օգնում է իրենց հաղթահարելու այդ կոմպլեքսը, այնպես որ ես ինքս իմ հերթին եւս խորհուրդ եմ տալիս բոլորին, իհարկե չառաջնորդվեն միայն վիզուալով, հա, ներքնազգեստի, որովհետեւ որակը, հա, բնական հումքը եւս շատ կարեւոր է եւ նաեւ առաջնորդվեն իրենց կազմվածքով, քանի որ այստեղ եւս շատ նրբություններ կան, ընտրելով սխալ ներքնազգեստ մենք կարող ենք ել ավելի ընդգծել օրինակ մեր կազմվածքի այս կամ այն թերությունը եւ նույն կերպով նաեւ հակառակն է լինում։ Այնպես որ այդտեղ պետք է առաջնորդվեն կոմֆորտով, ոչ մի պարագայում դիսկոմֆորտ ներքնազգեստը չպետք է առաջացնի կնոջ մոտ եւ իհարկե նաեւ գրավչությամբ ինչ։ Եվ իհարկե առաջնորդվելով նաեւ հիգիենայի կանոնները պահելով, անկախ նրանից որ կրում են սեքսուալ ներքնազգեստներ։ Համամիտ եմ քեզ հետ։ Դա շատ հետաքրքիր է եւ վերջում քո խորհուրդը կանանց որպես դիզայներ։ Որպես դիզայներ եւ դիզայներ եւ նաեւ ինչ ոչ հոգեբան, հա, ինչ խորհուրդ կտամ։ Առաջին հերթին կցանկանամ, որ բոլոր կանայք լինեն ինքնաբավ, լինեն խնամված, սիրեն իրենց, գնահատեն իրենց եւ ինչու ոչ նաեւ լինեն ոճային, բայց երբեք տրենդամոլ չլինեն, որովհետեւ ինձ համար դա շատ կարեւոր է, չհետևեն այդ կարճ տրենդերին, որոնք շատ անցողիկ են, այլ երկարատև տրենդերին հետևեն ու դրանից ծաղկաքաղան են ընտրեն այն ինչը, որ իրենց անհատականությունը կօգնի ել ավելի ճիշտ արտահայտելուն։ Այսինքն ոչ միշտ որ այդ տրենդները ես որպես ոճաբան ես ինքս շատ հաճախ չեմ հետևում դրանց, որովհետև իհարկե դրանք մասնագետների կողմից են ստեղծվում այդ տրենդերը, բայց ոչ միշտ կարող են համապատասխանել քո անհատականությանը։
Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար, հուսով եմ մեր հետևորդներին եւս շատ հետաքրքիր կլինի լսել Տոմայի խորհուրդները։ Շարունակելի